Հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո կրկին վերադարձավ Հայաստան։ Fastex-ը եւ YoHealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն էին։ Հոկեյի մասին կարող եմ ասել, որ վերջին 2 տարիների ընթացքում այդ սպորտաձևում էական առաջընթաց ունենք եւ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան եւ այս պայդրությամբ մեր դպրոցում սովորում են մոտ 80 սաներ։ Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը, մեր ԿԳՄՍ նախարարությանը եւ սպորտի բաժնին, որոնք բավականին մեզ աջակցում են։ Շատ շնորհակալություն բոլորին։ Երկրորդը ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Fast եւ YoHealth ընկերություններին, որոնք մեր գլխավոր հովանավորներն են։ Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի եւ Ուզբեկստանի հավաքականները։ Խաղերն անցկացվեցին ապրիլի 13-ից 19 Գեղասահքի եւ հոկեյի դպրոցի Սահադահլիճում։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24-3 հաշվով հաղթեց Մալայզիային, տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Երկրորդ անընդմեջ հաղթանակով հավաքականն առավելության հասավ Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ 2-0 հաշվով։ Հայաստանի հավաքականն իր առաջին պարտությունը կրեց Քուվեյթի հավաքականից։ Առաջնության արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 19-ին։ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին։